Ժողովուրդ ջան, բարի երեկո հարազատներ, հուսամ լավ եք։ Ժողովուրդ ջան, երեք չկարողացա եթեր դուրս գամ, չուզեցա մեր մայրության, գեղեցկության օրն ու տոնը փչացնեմ եւ չուզեցա անգամ իմ ներվերը փչացնեմ։ Դրա համար ես երեք եթեր դուրս չեմ եկել, ես հիմա եմ եթեր դուրս եկեմ, մենք րոպե հարազատներս։ Ժողովուրդ ջան, ուրեմն ինձ անհանգստացնող հարցերից մեկը, որը արդեն երկու օր բարձի թողի վիճակում այն կողմից եւ դա մեծ սխալ է, ուղղակի ես եւս մեկ անգամ ասեցի, ձեզ չէի ուզում իմ նորմալ կարգավիճակը օրվա մթնոլորտը փչացնելու, բայց այսօր անպայման կփչացնեմ համ իմ տրամադրությունը, համ Վլադիմիր Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված այդ աղբակույտերի տրամադրությունը։ Ուրեմն Վիտալի Բալասանյան, անդրադառնամ քեզ, այդ չկայացած ես, այդ տղամարդ չկոչված եւ ընդհանրապես տղամարդկային վերելքը այսքան տարի ոչ ապրած, ոչ էլ գիտակցած, թե ինչի համար ես ընդհանրապես դու ի հայտ եկել լուսաշխար եւ որ սերին ես պատկանում։ Ես ուզում եմ անդրադառնամ քեզ ամենալկտի, ամենագրեիկ ձևով, բայց չեմ հայոյելու։ Մի ամիս որոշել եմ չհայոյեմ ձեզ հանուն մեր մայրերի, բայց ես չգիտեմ իմ լեզվի վրան կարամ թե չէ, բայց կփորձեմ։ Ուրեմն ասեմ քեզ, Հայաստանի Հանրապետությունում դու չես որոշելու, մենք ապրենք Պուտինի կրունկի տակ, թե չապրենք։ Հայաստանի Հանրապետության կարգավիճակը դու չես որոշելու։ Դու ընդամենը չնախատեսված հյուր ես, չհրավիրված հյուր ես, ոչ ցանկալի հյուր ես այս երկրում, որի դարդը մենք պետքա քաշենք։ Ուզենք թե չուզենք, միսը որ լափում ես, ոսկորը չես թափում, բայց ցավոք սրտի դուք մեր միսն էլ լափեցիք, մեր ոսկորն էլ թափեցիք։ Բայց մենք այդ հոգսը, այդ կեղտոտ մեշոք, այդ ծանդրոցը մեր շալակին կրում ենք ու չգիտեմ, Աստված երբ է նկատելու մեզ ազատի այդ կեղտոտ բեռից, ձեզանից, այ բեռնաթափվածներ Հայաստան։ Դուք Պուտինի բարձր հովանի ներքո բեռնաթափվեցիք Հայաստան։ Ուրեմն ասեմ քեզ, Հայաստանի Հանրապետության կարգավիճակը, որ դու որոշում ես, թե ինչ ձև պետքա խոնարհվի Ռուսի առաջ, mən անդրադառնամ ձեզ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը այնքան կայացած պետություն է, այնքան ամուր է կանգնած իր հող ու ջրի մեջ, այնքան բիլակ ու թասիբ ունի, որ Հայաստանի Հանրապետությունը քո այդ մի բուռ հողի համար հազարավոր աղբերներ տվեց, հազարավոր աղբերներ եկան քո մի բուռ հողի համար, ստեղից Արցախ, զինվորը որ գալիս էր Արցախ ծառայելու, սովորական իր պարտականությունը պետականորեն իր հայրենիքին տալու համար, Արցախցու տանից ջուր խմելու համար փող էր տալի, Արցախցին եթե մի հատ հայ զինվորին դեղ էր տալի, փողով էր տալի, նրան համար, հազարավոր զինվորների քոռուտոփալ եք սարքել, հազարավոր անմարդ կանայք, որ եկել են իրանց երեխեքի պրիսյակը, ձեր գոմերում 25,000 դրամով տեղ եք տվել, որ ձեր հողը պաշտպանող զինվորին մերը մի կտոր հաց կերցնի իր ձեռով, մի օր էլ տենա ու հետ գա, տարվա մեջ մի օր էր տենում այդ խնգիտ հասերով, խաշած ցորեն ուտող զինվորին այդ ձև եք դուք պահել ձեր Արցախում ու ձեր Արցախի պատկան մարմինները, բայց այդ զինվորը այնքան բիլակով տղամարդ այլ է, թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե հայրենասիրական է իր ոգով, որ կանգնել է քո հողներ, դու պետք է կռվեիր դրա համար, դու այդքան կռվել է, դու պատկերացրու իր Հայաստանի Հանրապետության համար ինչ կռիվ կտա այդ զինվորը, այդ զինվորը ինչ կռիվ կտա, կարաս պատկերացնես, 18-ից մինչև 70 տարեկան գալիս էին ու զոհվում, ձեր մի բուռ Արցախի համար, Արցախից հետ չեկան մեր երեխեքը, հարյուրավոր ու հազարավոր երեխեք Արցախից հետ չեկան, բայց քո նման անբողնաշար, անգիտակից հայվանը, այդ քու հրամայած Պուտինի հետ որ խոնարհվում ես, այդ Պուտինի բարձր հովանի ներքո ձեր անգրագետ պետական համակարգը միակ բանի կրթություն որ ունեցել է, դա թալանի վերելքն է, նրանց մեջ ծնվել, հասունացել, նրանց մամաների բեղնավորման ընթացքում մի անգամից թալանը, չերեստերական օրգան գնացել է դրանց արգանդը մի անգամից, էդ է ներմուծվել ձեր մեջ, դրանով եք դուք կայացել, ձեր մոտ մենակ թալանի պրոցեսն է հագեցած, ու դուք դա համարում եք հարամ ունեցված դիզելով, որ մի փամփուշտով վերացած, դուք դա համարում եք ունեցվածք, դուք դրանք համարում եք տղամարդկային ինչ-որ արարմունք, դուք տղամարդ կոչվելու իրավունք չունեք, դուք իմ հայոց հողի մեջ ընդամենը բեռ եք հայ ազգի վրա, հայ զինվորի վրա բեռ եք, հիմա էլ այդ զոհված զինվորների ծնողների բեռն եք, դուք արցախցիներ, ձեր 90%-ը ոչ պիտանի համակարգա, ձեր 10%-ն է պիտանի,
10%-ի։ Ըստ դրա ես հիմա կանդրադառնամ մյուս թեմային, որը որ տեղի ունեցավ աշտարակ քաղաքում, երբ որ Փաշինյանը աջակցեց Արցախցի այն կնոջը, որը պատերազմի մասնակցած էր, իդեպ ինքը այն 10%-ի մեջ է մտնում, պիտանիներից էր։ Բալասանյանի բալերը պակաս կարգավիճակով միադրնեմ տեղը, նոր անդրադառնամ այդ թափթփուկ համակարգին։ Ժողովուրդ ջան, որ դուք այդքան կայացած եք, Բալասանյան ջան, քո բալերը պակաս է, քո գլխի բալերը պակաս է, քո մոտ մենակ հարամ բյուջեն է շատ։ Ֆինանսը, հարամը, այն որ Արցախը, ամբողջ Արցախը պայթեց, ամբողջ Արցախը վառվեց, Հայաստանի Հանրապետության հազարավոր զինվորներ վառվեցին ու հավիրվեցին, բայց Արցախի ոչ մի ենթակառուցված չապականվեց, ոչ մի բանկ չապականվեց, Արցախում ոչ մի պետական կառույց չապականվեց, բոլորը հավաքեցիք եկաք Հայաստանի այրոպորտով փախնելու չկարեցաք։ Իդեպ Էսի են ձեր թվերը չի, որ Սերժ Քոչո Ալիև, Պուտին զանգեն իրար, սա հարցերը սազդավատ ամեն, անցավ այդ դարաշրջանը, փաստացի տեսանելի շոշափելի է Հայաստանի Հանրապետությունում նորմալ ապրելակերպը հիմա, ինչքան կուզեք քննադատեք, տերագնահատեք, դա չկայացած ռեսուրս է ձեր համար։ Հիմա անդրադառնում եմ եւս մեկ անգամ քեզ հայվան, դու ով ես իմ հողու ջրի մեջ, ես որ գալիս էի Արցախի աղբորը տենալու ծառայության ժամանակ, իմ զինվորին տենալու, ես կարում եմ մտնել քո անձնականի մեջ, քո ընտանիքի մեջ, քո թասուկ թալի մեջ, քո քաղաքականության մեջ, ես ընդամենը խոնաղ էի Սփյուռքից եկած տուրիստի պես, որ ժնգյալով այդ հայվանի հացն ուտելու համար 3000 դրամ էի վճարում, բայց քո այդ հացը որ աճել է, այդ խոտը, այդ ցորենը որ աճել է դարել է ժնգյալով հաց, դրա համար, այդ հողի համար, այդ կայուն հացի ու խոտի համար, իմ աղբերների արունն ատեղ թափվե, որ այդ կայացել է, 5000 իմ աղբերներից արյուն թափել, դարերի վեր 100,000, 250 հատել քունուցա թափե, ասեմ քեզ, դու որ այդքան խելք ունեիր, Հայաստանի Հանրապետությունում կարող ես գործող իշխանությունը ուղղություն ցույց տաս, այ կրտած, այ իմպոտենտների գարաժի թափոն, դու ինքդ բարի եղի, քո այս սապսալակների գրուպան հավաքես ու մաքրվես ստեղից, մաքրվի Հայաստանի Հանրապետությունից, որ այդքան քաղաքական մեծ գիտելիքներ ունես, Քարոզ Արշավի լայն բանաձև ունես, չկայացած հիմքեր ունես, բայց ցուցադրում ես կայացած, հավաքի գնա քո Արցախ, շենացի, էլի նորից Պուտինի շնացի, Հայաստանի արածը ուրացի, հենց ընդեղ էլ նորից թազա բազմացի, մեգա դու սովորես, մարես, բազմանաս, չորանաս ծլես, կոմոդ այդ կարգավիճակը շատ լավ ստացվում է, բայց դու իմ հողու ջրի մեջ այդքան պուպուլով տղա չես, որ կանգնես թելադրես, թե Փաշինյանը պտի լսի Բանա Վիտալի Բալասանյանին, դու խեղաթուրված բալերը պակաս հայվան, դու այդքան կաս իմ հողու ջրի մեջ, բա որ այդքան լավ տղա էր, քո հողու ջրի մեջ կայանայր, արա, քո հողու ջրի մեջ ինքնահաստատվեիր, արա դու Հայաստանի Հանրապետության շվակին ապրել ես, ապրում ես Հայաստանի Հանրապետության գրոշներով, բյուջեով, լավ թիքայով, Հայաստանի Հանրապետության լավ ու վատ օրերով, Հայաստանի Հանրապետության հակած շորերով, Հայաստանի Հանրապետության տված բրնձի ոսպով, էլի դժգոհ ես, այ դիշով կա, դու ով ես, քո այդ թափոնի հետ, որ իմ հողու ջրի մեջ կարգադրություններ անես, ուզում եմ իմանամ, այն էլ Երևանի կենտրոնում, կներեք ուրա ձեր Արցախի կենտրոնը, այդքան պուպուլով տղերք եք մնայք ձեր Արցախում, թե որոշել ես մի անգամ էլ հանուն Արցախի Հայաստանի Հանրապետության 18 տարեկան սերունդը ապականվի, չարաչար սխալվում ես, դու իմ հողի մեջ անելիք չունես, դու ստե փաշաղոնաղ ես, փաշաղոնաղ, դու ոչ թե ղոնաղ ես, դու Պուտինի բարձր հովանի ներքո, Պուտինի ղեկավարման համակարգի ընթացքում Հայաստանում ներբեռնված աղբ ես դու իմ, ես միշտ բազմիցս ասում եմ ժողովուրդին, եթերների ժամանակ մի զանգեք, ես ժամի գրաֆիկ ունեմ սահմանված, մի զանգեք այդ ժամին, դու իմ երկրի մեջ ով ես ու ինչ անելիք ունես, մի հատ կարաս ասես, ես ուզում եմ իմանամ ինչ անելիք ունես իմ երկրում, եկել ես Հայաստան, Հայաստանի Հանրապետության մեջ թոհուբոհ ես սկսել, դու ընդհանրապես իմ երկրում անելիք չունես, այդքան լավ տղայր մնայր քո հողը պաշտպաներ, ոչ թե իմ Սփյուռքի, իմ Հայաստանի Հանրապետության, իմ բյուջեի, իմ թոշակառուի, իմ հաշվանդամի, իմ սոցիալապեսի, իմ առողջը որ քո համար դառավ հաշվանդամ, նրա արյան գնով ապրես իմ հողու ջրի մեջ, մի հատ էլ կարգադրություն անես, որ իմ հողու ջուրն ու իմ պետությունն ու պետականությունը պենթի եթարվի Պուտինին, չարաչար սխալվում ես, հենց այս իշխանության ճակատը, ոտի մատերից մինչև ճակատը պիտի պաչեն ժողովուրդը նրա համար, որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն, ավիրված քաղաքացուն 36 տարի, ավիրված, խոշտանգված, Նորո ջան, տենում ես լայվ եմ անում արևես, զանգում ես աղբերս, ավիրված ապականված քաղաքացուն, հանեց այդ բռնատիրական վիճակից, հանեց այդ բռնաբարված վիճակից, ռսամետ կարգավիճակից հանեց, ազատագրեց, հայի թասիբը տվեց ու ասեց, դու կնիք ունես, պեչատ ունես, դրոշ ունես, վերջը երկիր ու պետություն ես համարվում, դուխի պտի մնաս Պուտինի շվակի տակ, թե մոռացաք, դուք շատ թեթև եք ներկայացնում այդ ամեն ինչը, մի տեսակ ջանս ա ուզում շակաղվի, անենց հեշտ եք ամեն ինչ ներկայացնում, ոնց որ ես ես մոմը վեկանեմ տամ հարևանին,
Այդ ձևի, բայց շատ բարդ ճանապարհ է սա, որ դարերի վեր ոչ մի պետական համակարգի, ոչ մի երկրի ղեկավար Հայաստանը ղեկավարող չէ, խեղաթուրող ոչ մի ղեկավար չկարեցավ Հայաստանի Հանրապետության ժողովրդին այս անդունդի մեջից անի։ Միևնույնն է, ինչ էլ անեն այսօր Երեք հարևանից մեկ ասում մեկը ինչ էլ անեն աշխարհի վատ բանն են գրում ձեր Նիկոլեն լսի ով է վատ բան գրում թքած ունեմ գրողի վրա էսա կգա այդ ընտրությունները հաջորդ օրը ես ինքներս ձեր հետ կխոսամ ես ընտրություններից հետո լայվ չեմ անելու որոշել եմ գնալու եմ հավերժ դրախտ վայել եմ այս կյանքը որտեղ այս ընտրություններից հետո իմ երկիրն ազատվում ու ազատագրվում է հիմնական հիմնահատակ այս քեզ Վիտալի Բալասանյան բալերը տպակած խեղաթուրված հայվան Պուտինի ներքո Բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված օտարացված հայրեվան ես դու հայրեվան եմ որ ոչ մի բանի պետք չի դու այդ դրանցից ես դες լիքը արևաններ ունեմ որ էլ աշչելած մի հաշվեն ինձ հիշում են մենակ սփյուռքի եկած Պասիլկեկի վախտը ես ունեմ այտենց կողքերս լիքն են որ Գանստեինս Գյուլեն իրանք չեն նկատում բայց որ մի հատ լավ բան հանեմ բաժանեմ սա այսենց են այդ օրը թական վերներողն է լավ պրծավ մի հատ ուրիշ քրշտվողը լինի կետա նրա յանը ես տեսել եմ էդի կողքերս տեսել եմ պետությանս մեջ տեսել եմ պետականությանս մեջ տարեր ի վեր տեսել եմ Ուզում եմ քեզ ասած լինեմ բալերդ պակաս հայվան մաքրվի իմ հողուջրից ու դու չկաս այդքան որ իմ հողուջրի մեջ որոշես թե իմ պետությունն ու պետականությունը որ երկրի հետ պետքա բանակցի եւ պիտի հարևան ու հարազատ դառնա այսքանը քեզ օտարացված ես դուք այնքան անգրագետ համակարգ է կարա որ ձեզ Պուտինը կանչեց Բաքու հելա կնես սպավելով գնացիք ոնց որ Ալիևը Խորոված էր արե, մերի բանն էլ դնում էր, որ մատուցեր ձեզ։ Դուք այդքան էժանագին համակարգ եք։ Ձեզ էլ իրոք անդրադառնալ չարժի։ Իսկ հիմա, սիրելի արցախցիներ, այն որ աշտարակի բնակիչը, Փաշինյանը մոտեցավ աշտարակի բնակիչ Արցախցուն, այդ կնոջը պատերազմի դաշտով անցած կիներ ուներ ծննդականի խնդիր, ի տարբերություն մի քանի հազարավոր արցախցիների ուզում էր դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպեսզի իրանց թոշակը, փարոսը Վերջը բնակչության վայր ունենա այդ մարդը տուն առնի շենանա հիմա էլ ստեղա էսա ուզումա ստեղ ապրի իր գործը ստեղանի բարև լուշչան ես ուղարկի զարմանում եմ այդ կնոջ հարցին գործին տվեց ընթացք ու այդ ամեն ինչը լուծվեց հազարավոր արցախցիներ Ռոման Բաղդասարյանը հրապարակել էր Ես քաշել եմ իմ մեջը հազարավոր արցախցիներ հարցակվել են վրան թե դու Նիկոլին ինչի ընդունեցիր քո տուն նախ այդ իր տունը չի դա Նիկոլի հողուջրի մեջի տունն է Նիկոլի հարազատների տունն է Նիկոլի բնակիչի տունն է անցնենք դրան իսկ ինչ մնում է այդ կնոջը ես իրան շատ շնորհակալ եմ իսկ ինչ մնում է այդ կնոջ պահը ում է ընդունել ինքը ներս Նիկոլին Նիկոլովա Նիկոլը այնտեղ է նա այն որ Վարչապետ այդ մարդն է Նիկոլը, այն որ ձեզ 50,000 դրամ ա տալի ջանդակին, ձեր ամեն ջանդակին, ոնց որ անասնաբուծական ֆերմալն եք, ամեն մեկիդ 50,000 դրամ փող ա տալի, այդ Նիկոլին չեք ուզում Արցախցին շփվի, այդ Նիկոլին չեք ուզում Արցախցին ընդունի, Խի չեք ուզում, բա ոնց եք այդ Նիկոլի ձեռին ընդունում, ուզում եմ իմանամ, բա ոնց եք այդ Նիկոլի հողուջրի մեջ ապրում, բա ոնց եք այդ Նիկոլի տված պետության ու պետականության եկած բյուջեի եկամուտով սնվեմ, թազա ծնվեմ, թազա բազմանım իմ հողի մեջ, ուզում եմ իմանամ ոնց, այդ ոնց, ինչ եք ուզում, ամեն ինչ ուզում եք, բայց ասма գիտես ինչ կա, այն որ մի հատ Հին մեր կինոներից է, Մարգրիտի կինոն է, ասում է հիմա ես առավոտը մարդին հարցնում ասում ես ում բարև տամ, ում չտամ ես տանը, ասում է ինձ բարև մի տուր, ում տալիս ես տուր, այսինքն այդ մարդը բերի, անի, դնի, հոգեկան աշխարհը խանգարվի, առօրյան ապականվի, մեր ու մանուկին, 5 տարեկան երեխուն ամենավերջի անբարոյական բառերը գրեք ու այդ մարդու ձեռով սնվեք, այս հողի մեջ թազած բազմանակ ծնվեք, մի հատ էլ թերագնահատեք, ֆաքն ձեզ, ֆաքն, դե տարեք ու կերեք այդ 50,000-ի տեղը, Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության, պետությունն ու պետականությունը պիտի որոշի, որ երկրի հետ բանակցի, որ երկրի հետ դիվանաբանական հայացք ունենա ու քայլեր ունենա, դիվանագիտական, դուք չեք որոշելու իմ հողուջրի մեջ, դուք չկաք այդքան Իմ հողուջրի մեջ Վիտալի Բալասանյան, բալերդ պակաս խեղաթուրված հայվան, Պուտինի բարձր հովանի ներքո, Հայաստան բեռնաթափված աղբակույտ, դու ով ես իմ հողուջրի մեջ, ով ես, ով, այ ապորինի, ով ես, ժողովուրդ ջան, էլ ինչ անենք,
Էլ ինչ անենք, հավալա խաղացիք մեր հետ, մեզ կոտորեցիք, մեզ ապականեցիք, այ մարդ, դուք անաղու հաց քրդիշ ունեք։ Այդ Արցախը որ հետ տան, այդ Արցախի դրոշ բանի վրա, այդ Շուշի այդ կամարի վրա արժի գրել անաղու հաց քրդերի տեղատարապ։ Այ մարդ, էլ ինչ անենք ձեր համար, էլ ինչ անենք, 100 տարի է ապրում ենք 99 տարվա Ավարիոնի շենքում։ Հազարավոր բաքվցիներ եկան, Արցախաջարդերից եկան, են տվերի, ստե տնավորվին, գնացին աշտարակ նարայք թաղամասում, տները ստացան, 7 երեխեքով տեղավորվեցին։ Մենք հենց 100 տարվա շենքերի մեջ ենք։ Գյումրվա ավիրված ընտանիքը 50,000 դրամ մարդա օգնություն չի ստացել։ Օբշի փարոսը կազմել է 27,000 դրամ, 3-4 երեխեն իրար հետ։ Պատկերացնում ես, բայց Հայաստանի Հանրապետության պետությունն ու պետականությունը Արցախցու ջանդակին տրամադրում է 50,000 դրամ, ինչա, պարքենք, պարտական ենք, չգիտեմ ինչ ենք, նաղդի դարերի վեր դուք մեզ թողած ժառանգություն եք, որ մենք ձեր հոգսը պիտի քաշենք, բայց գոնե շնորհակալության փոխարեն սենց մի արեք մեզի, արա, ավելի լավ անտեսեք, առհամարեք, ոչ մի բան մի ասեք, լավն էլ մի ասեք, բայց վատն էլ մի ասեք, մի քիչ ընդունող եք, կարող է մի քիչ գնահատեք, մեր են տված հին շորը, մեր են տված մի կտոր հացը, մեր են դարպասները, որ ձեր առաջ բացեցինք ու լացակումած ձեզ ընդունեցինք, կարող է մի աննշան գնահատեք, վերև Աստված էլ տենա, վերև Աստված էլ տենա, Աստված էլ գնահատի, Աստված էլ խղճա, բայց ինձ թվում է Արցախի այդ հատվածում Աստված չկա, Աստված էլ է վախը մնատ է, Աստված իշնի թե պատերած կանխի կամ երկրից կանխի, երկրագնդից, դուք Աստծուն էլ կանցեք, դուք այդ տեսակ սատանախապողների կույտ եք, ես սարսափում եմ ձեզնից խոսալուց արդեն, ոնց կարելի է մարդ այդքան չգնահատող տեսակ լինի, կեսին կորցրեցինք մեր երեխեքի, Այն ամենակարևոր հատվածը մեր սերնդի են, որ մեր պիտի աճեր, ծլեր, ծաղկեր, շենանար, Հայաստանը բազմացներ, այդ հատվածը տվեցինք ձեզ, այդ ամենաթանկ ու կարևորը, կեսս էլ ստե տեղում առանց զենքի ու ֆոսֆորի ինֆարկտը արեն կլեմ ձեր ձեռը, ձեր եկած օրվանից, դուք ինչ եք տուն վարձեմ, ինչ եք տուն վարձեմ, եթե դուք սիսնո շամպես, սպեկտրի շամպես, գայշնիգի շամպես, ֆրնեք առավոտից իրգուն, ընդիմադիր դաշտի հետևից ու դեմից, ընչեք տուն վարձեմ տան պողտալի, էդ էլ քուչեկին առեք, խարնեք այդ ձեր պիցամիցային կերեք, լապեք, միտեղ մրպեք մեկ առավոտը ժամը 7-ից ձեր ձևով շարժվում եք, մինչև իմ ձևով էտը մրպում եք, իմաստը որն է ձեր տուն վարձելու, փողոցային կարգավիճակով եկել եք Հայաստան, տուն էլ տվին չծվարիք, Ներսել քաշին չպարկիկ քնակ, հելակուն գեղ քուչեկը, ես ուղարկի զարմանում եմ ձեր վրա, ձեր կարգավիճակույց սարսափ եմ ապրում, իմ հողու ջրի մեջ, կա պետություն, կա գլուխ, կա ընտանիք, կա պարագլուխ ու որոշող, ժողովուրդն ու ժողովուրդի դրած իշխանությունը, դուք իմ երկրի մեջ անելիք չունեք, սիրտս բերնովս դուս եկավ արդեն, այսքանը, հերիք եղավ, բոլ եղավ, սարսափում ես արա, անում ես, դնում ես սրանց համար, ինչա պարկենք, Խայտարակությունը տեղից ելնողը շալվարդ որ հակար Վիտալի Բալասանյան հելար հրապարակում այդ հայտարարությունը արեցիր շալվարդ որ հակար հակնելու պային կամ ցեպդ քաշելու չտեսար դու տղամարդ ես թե կնիկ այ ուռոտ որ տղամարդը ներ երևի ձեր հողի մեջ լներ բայց որ կնիկ ես մեր հողի մեջ ես աշխատի մեր իշխանության տակը չպարկես մեզ էլ քո բարձր հովանի ներքո չտանես Պուտինի տակը եւս մեկ անգամ դարերի վեր պարկասնես մենք Պուտինի տակը պարկելու ոչ կարգավիճակ ունենք այդ կարգավիճակից մեզ ազատել է մեր երկրի իշխանությունը մեր պետությունն ու պետականությունը այդ բռնատիրական այդ բռնաբարված այդ խոշտանգված 36 տարի հարգուտուրք մուծած ավարիոնի դոմիկների մեջ ապրած Եգրաշարժ տեսած, բայց պետական համակարգից ոչինչ չտեսած ժողովուրդը ազատվել է այդ բռնաբարող, բայց չբռնաբարված համակարգից, ազատվել է, հասկանում ես, դու էլ իմ հողի մեջ անելիք չունես այ անգրագիտություն, այ տհաս, այ տգետ, այ թափթփուկ, ինչ ասեմ քեզ, ինչ էլ ասեմ սիրտս չի հովանա Դու իմ հողի մեջ անելիք չունես, դու այնքան քրչոտ ես, որ իմ սփյուռքահայ 80 տարեկան տատին իր սոցիալ փողը ղրգեց, որ դու ապրես, ոտի կանգնես, քեզ մենակ չզգաս, բայց դու այդ փողը կերար, այդ տատի ու պապին հելար անիծեցիր, այդ տատ ու պապի թոռու ծորին այս հողու մեջ անիծեցիր ու դժգոհեցիր, չգնահատեցիր ոչ մեկին, ոչ սփյուռքահայերին գնահատեց Արցախցին, ոչ Հայաստանի Հանրապետության հային գնահատեց, ոչ Հայաստանի Հանրապետության սքաշաղ աղմորը գնահատեց, ոչ էլ 4-5000 ավիրված ու ապականված ու զոհված ու հաշվանդամ դարած Սայլակների վրա գանված տղերքի արյունն ու ավիրված մարմինը գնահատեց ձեր համար ինչ էլ անեն դուք անգնահատող չգնահատող տհաս անգրագետ շահամոլ սովածի կարգավիճակով կիլոյով ոսկիներով պատված ոնց որ բանա Կասանդրայի տատալն եք դալինդան պատված ապրում եք մեր հողու ջրի մեջ մեզնից էլ լավ արքով փարքով կեսնել պարքով Պրծավ
Սպիրկը գրգմա Նիկոլոոտի դո տալիսա, մենք աչից ձախից հավաքն բաժանում ենք, էլ չգիտեմ ինչ անենք։ Են լրագրող Նարեկը հարցատալի Նարեկը Տիգրանային գրողա Փաշինյանին նախ ուրախ եմ որ բաժանվել ես կներեք էլի մի հատ էլ թեթև անդրադառնամ այդ լրթաբանական ինստիտուտին մենք լրագրողներ չունենք լրագրաբռնաբարողներ են մեր լրագրողները Հայաստանի Հանրապետությունում կարա մի հատ լրագրող ցույց տակ ընդդիմադիր կողմն են բոլորն են ներկայացնում որ ամուսնացած են ու ընտանիք ունեն 5-ին ես ճանաչումն են 5-ն էլ բջերը գրգներին Էնանին բիջը գրգին երախու հորը չի ճանաչեմ Google-ով պոեսկա տալի չի բերեմ աղոտ այդ մարդու դեմքը հիշում այդ մամոդիկ էլ չի դրա հերը Էտանին այդ վիճակում է։ Այն մեկը կա որ աբարան ասма եղան կողեմ գլոխդ, էդի անհերա։ Չարենցա ան մարթա բիջը գրգին։ Այն Չարենցավանի մի 60 տարեկան տատիկ կար։ Չգիտեմ սեքսապատոլոգի մոտ վերջի անգամ երբ եղե պաթոլոգներ տեսե։ Սեքսից ոչ մի բան չէր տեսե։ Էդի կայնելա նամուսից ա խոսում Նիկոլից ա խոսում։ Էդի մայրական իրավունքից ա զրգված։ Այ խեղաթուրվածներ։ Այ սեքսի ճամփին կարոտ աշկները թաց նայածներ։ Ձեզանից խոսացեք, ձեր ընտանիքներից խոսացեք։ Ուրիշի ժող գործիքների հետ ինչ գործ ունեք։ Ուրիշի պլորտանքի հետ ինչ գործ ունես լրագրող, դու որ լրագրող ես եղել, ասել են կեթաս ազգային ժողովի պատգամավորների սեռական օրգաններից կխոսաս, թե քաղաքականությունից կխոսաս, որ դու լրագրող ես սովորում, ասում են կեթաս երկրի վարչապետի պլորտանքից կխոսաս, ազգային ժողովի պատգամավորի պլորտանքից կհարցնես, թե որը որտե են օգտագործում, խի են բաժանվե, խի են միացե, խիա պատգամավորը բաժանվե, թազա ամուսնացե, հա? Թե ասել են քաղաքականություն կվարես ես ուզում եմ իմանամ լրագրողական այդ չվացուցակի մեջ այդ կրթության մեջ որ ոլորտն է լրագրողա սեքսաբանական ինստիտուտ է կավարտել թե լրագրող է կավարտել ուզում եմ լրիվ իմանամ լրիվ ես մի քիչ հետաքրքրասեր մարդ եմ էլի սենց հականդում եմ քշպորում եմ ուզում եմ իմանամ ինչն է ձեզ հետաքրքրեմ բախի չեք մի օրից մի օր Քոչարյանին հարցնում ասում էր 18 տարեկան երեխեքին ինչի էր տանում բռնաբարում սաունաներում ու եսին որդե Զինվորներին ինչեր էին անում ձեր նախկին իշխանությունները ախար չեմ ուզում շատ մանրանամ դուք լրագրող չեք դուք լրագրասեքսաբանական ինստիտուտը ավարտած եւ սեքսի մասին մենակ գրքի մեջից բավականություն ստացած թանակի միջոցով որ սեքսից գրել են գրքի մեջ դրանից բավականություն ստացած մարդ եք բայց սեքսի ծառավը ձեր մոտ այնքան մեծ է այնքան անտեսված ու առհամարված է այդ հատվածը որ որտե մի հատ լավ Դե ասում փարք, սաղլն են մեր պատգամավորները, նայում ես ոնց որ խրուստալի զավոդից դուս եկածլն են, մեկը մեր գից անթերի, տիտանիկի մեջի տղերքն են, մեր ԿՊ-ի սաղ պատգամավորները, վարչապետիցս բռնած, դրա համար որ տեսնում են մեր այս կանացի սեռական անկում ապրած լրագրողները, մի անգամից հարց են տալի հենց սեռականից, թե վարչապետին, թե Ալեն Սիմոնյանին, թե մյուս բաժանված պատգամավորին նորից նշանված, կներեք, այդ բոլոր հարցերը դուք եք լուծում, շատ լավ է, երկուսը մեկում լրագրողական սեքսաբանական ինստիտուտ Պրծավ, մալադեց Հիմա ես որպես այդ ինստիտուտի սան այդ իշխանության ինստիտուտի սան հարց եմ տալիս ձեզ դուք կայծակի շփման ընթացքում եք ունեցել ձեր երեխաներին անի Չարենցավանի լիրբ այդ Նարեկ կոչեցյալ Տիգրան կոչեցյալ դուք ձեր երեխեքին Ինչա կայծակից եք ունեցել թե այն թվերի պես արագիլն ա բերե ուր են այդ երեխեքի հերերը Ձեզ զայատկա դնող ворցերը ուր են հիմա խոսանք ձեր խեղաթուրված անկողնուց ամբողջ գիշեր բարձ է գրգում Մինչև լույսը բացվում է այդ անտեր միկրոֆոնն է գրգում խոսացեք ձեր անձնականից խոսացեք ձեր խայտարակված սեքսը սեռականից խոսացեք ձեր անփույթ ընտանիքներից չկազմավարված չկազդուրված չկայացած Ոչ թե լուծված, այլ ոչ թե ամուսնան լուծված, այլ ուղարկի մի օր անկողնում իրար այդ լուծված, հետո չեղարկված։ Այդպես բաներից խոսացեք, ժողովուրդ ջան։ Լիքը ձեզանից խոսալու բան կա։ Այսքանը ձեզ թափթփուկներ։ Վիտալի Բալասանյան քեզ, լրագրող համակարգ քեզ, որոշի քո դիպլոմի մեջ սեռական աշխարհն ա տպած, թե լրագրողական համակարգն ա տպած։ Ըստ դրա Կարժանանաց երկու աշխատավարձի, համ որպես ուրոլոգի բաժնի վարիչ, համ էլ որպես լրագրող, լրագրաբռնաբարող, ոչ թե լրագրող, Google-ով պոեսկ ես տալի լրագրող, բերմա ուրոլոգ, Google-ով գրեմ ես լրագրող, բերմա ուրոլոգ, որ մի անգամ ուրելա մեկի հետ, մի հատ երեխայա ունեցե, այդ ուրցնողին աման գալի մինչև մի, սես գլուխը բռնած, ու դա
Այսօր այդ երկրի վարչապետին հարց է տալի։ Շատ ուրախ եմ, որ բաժանվել եք։ Կներես, բայց ուրախ կլներ, չէ՞։ Գոնեք մի անգամ քո հետ մեկը ամուսնանալ ու հետո բաժանվել։ 5 րոպե հետո, բայց դժվար մեր լրագրողների հետ կլինի տղա թե աղջիկ, ինչ որ մեկը 5 րոպե ձգի։ Այդ տեսակ թափոնի հետ, այդ տեսակ կանացի անկումի հետ, այդ տեսակ խայտարակության հետ։ Այ հիմա բարի գիշեր ձեզ։ Այդ մեմ ջուր խմեմ, խեղտվում եմ, լավ չեմ։